Արտակ բացել մտքերի փոխանակության համար ելույթներ խնդրեմ պարոն Մինասյան, պատրաստ է պարոն Ազարյան։ Հարգելի հայրենակիցներ, այս հարցը քննարկվել է, բավական երկար է քննարկվել, ի սկզբանե դեռ մի քանի տարի առաջ Գեգամ Նազարյանն էր առաջարկի հեղինակ եւ բացարձակ որևէ կերպ սա ներկայացնել, որ այս կամ այն քաղաքական ուժի ընդդիմության համար անընդունելի էր եւ այլն, իրականությանը չի համապատասխանում, կեղծ այդ մոտեցումը եւ հետեւաբար փորձել ճնշում դնել կամ կառուցել ճնշման վրա, որ այ տեսեք ընդդիմությունը չի համաձայնվում այդ օրը նշելու, դա հավասարազոր է ստախոսությանը, եթե այդպիսի պնդում կլինի։ Մենք ինչ ենք ասել։ Նախ մենք ասել ենք, որ նահատակներին հիշելու համար բոլոր մեր պետական ազգային տոն հիշատակի օրերին այցելություններ են կազմակերպվում նահատակների շիրիմներին, մեր զոհված հայրենակիցների շիրիմներին, Պանթեոն, Եռաբլուր, Պրոշյան, տարբեր բոլոր այն տեղերում, որտեղ որ թաղված են մեր հայրենակիցները, բայց եթե անհրաժեշտությունը այնուամենայնիվ հանրային ընկալման մեջ դրվում է, որ մեկ օր գոնե պետք է նշվի, ապա դա այո, պետք է նշվի այնպիսի մի օր, որը որևէ կոնկրետ իրադարձության հետ կամ որևէ երևույթի հետ չկապվի։ Եվ ընտրությունը, որ ներկայացնում է Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի շրջանում, այո, եղել էր փոխադարձ համաձայնություն։ Հիմա հրաժարվում է պարոն Ռուբինյանը, որ ինքը դա իր առաջարկությունն է եղել մենակ, ֆրակցիայի հետ կապ չունի, քաղաքական ուժի հետ կապ չունի, բայց ակնհայտ է, որ հանրության մոտ ձևավորված այն մոտեցումը, որ այս նախագծի նպատակը երկու ուղղություն ունի, արդարանում է։ Եվ ի տարբերություն իմ նման միամիտ մարդու, որը որ հավատում էր, որ հնարավոր է գալ կոնսենսուսի, փաստորեն ես սխալվեցի, հնարավոր չի այդպիսի կոնսենսուս ձևավորել, որովհետև դուք ձեր նպատակը դրել եք մեկ քարոզչական, դրա համար ապալ-թապալ ասում եք այս հունվարի 27-ին նշենք։ Ինչ պիտի նշեք, երբ որ նույն օրենքի հղում տալով պարոն Ռուբինյանը ասում է օրենք կա, այնտեղ նշված է այդ, եթե տենց օր կա, պատշաճ պիտի պատրաստվես, պատշաճ միջոցառումներ պիտի նախաձեռնես։ Այդ ո՞նց պիտի հասցնեք, թե նախապես արդեն հրահանգավորել եք բոլոր հաստատություններին, որ պատրաստվեք ամսի 27-ին։ Դա իր իշխանության չարաշահում կդառնա, առանց օրենք ընդունելու նման հանձնարարականներ տալը։ Բայց այնուամենայնիվ բերել այս շտապողականությամբ մի քանի օր առաջ ընդունել այդպիսի բան, դա լրջության մասին չի խոսում, դա խոսում է հենց քարոզչական հնարքի մասին։ Բայց երկրորդ, որ այսպես ասած խնդրահարույցն է, փորձել բերել բանակի տոնից մի օր առաջ դնել այդ օրը, դա ուղիղ թիրախավորում է նշանակում նաև։ Ես չեմ ուզում այս հարցում շատ ծավալվել, բայց չէ որ բանակի օրը, նույն բանակի տոնի օրը այցելություններ կան նաև շիրիմների եւ ձեր այս ընդունած օրենքով չէ որ կդադարեն ամսի 28-ին այցելելու կամ 27-ին կելնենք գնանք, ասենք 28-ին չենք գնալու։ Կամ այդ օրենքի ընդունումը չի դադարեցնելու դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին, հունվարի 6-ին, հունվարի 7-ին այցելությունները, անգամ ապրիլի 24-ին այցելությունները, անկախության տոնին այցելությունները չի ընդհատելու, չէ, Արցախի անկախության օրը այցելությունները չի ընդհատելու, չէ, չի փոխելու։ Համարությամբ որոշել եք, որ չէ, այսօրը պիտի լինի, դա չի կարող դառնալ համաժողովրդական։ Դուք վնասում եք նաև այս կարևոր գաղափարը։ Եվ որևէ մեկը, պարոն Ռուբինյան, ձեզ չի ասում, որ համաձայնեցեք դաշնակցության հետ միայն։ Այդ ձեր մտքի արգասիքը մի վերագրեք, էլի, այս կողմը։ Եվ դուք երբ որ հանդես եք գալիս, դուք հանդես եք գալիս կոնկրետ իշխանության տեսակետից, քննարկումների եւ համաձայնությունների առումով։
Խոնարհվելով մեր նահատակների հիշատակի առաջ եւ վերահաստատելով մեր մոտեցումը, որ սա չպետք է այո լինի քաղաքական, ներքաղաքական, առավել եւս այս կամ այն կուսակցության մենաշնորհը, մենք մերժում ենք այս մոտեցումը եւ դեմ ենք քվեարկելու այս նախագծին։ Դրա պարոն Ազարյան, հարգելի գործընկերներ, ես գիտեք չեմ սահմանափակում ելույթները, բայց մենք ունենք հետևյալ իրավիճակը։ Ես 3-ին քննարկում ունեմ եւ մենք ունենք բավական մեծ քննարկության միջա։ Մենք քննարկում ունենք։ Եվ առաջարկում եմ հնարավորինս ողջամիտ ելույթներ ունենանք ժամկետի տեսանկյունից։ Հայաստանը աշխարհի այն փոքր թվով երկրներից է, որի պատմությունը հաշվում է ոչ թե տասնամյակներով կամ հարյուրամյակներով, այլ հազարամյակներով։ Մենք հայրենիքի պետության համար զոհված հերոսներ ունենք, սկսած անհիշելի ժամանակներից։ Բայց քանի որ մենք 1000 տարի պետականություն չենք ունեցել, մենք չունենք մեր համար, մեր երկրի համար իրենց ամենաթանկը երկրային կյանքը զոհաբերած հերոսներին հիշելու օր։ Չենք ունեցել, մենք անգամ չենք որպես ընտանիք, մենք չենք հարգել անգամ ոչ վաղ անցյալում, այսինքն երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված մեր հայրենակիցների, այսինքն մեր պապի եղբոր հիշատակը։ Մենք պետքա սովորենք հարգել հիշատակը եւ ես զարմանում եմ, որ օրը կարող է ինչ-որ քաղաքական, չգիտեմ, շահարկումների տեղիք տալ։ Ես եւ պարոն Ռուբինյանը ի սկզբանե ասել ենք, որ բերեք ցանկացած օր խելամիտ քննարկենք, ընդհանուր հայտարարի կանք։ Բայց այս կարճ ժամանակահատվածում, որ մենք քննարկում արեցինք, մոտ արդեն 2 ամիս կլինի, հանրության շրջանում սա ընդունելի դարձավ, ես վերջին օրերին եւ ինձ եւ պարոն Ռուբինյանին բազմաթիվ մենք գրություններ, նամակներ, զանգեր ենք ստանում, որ ի վերջո բա երբ եք ընդունելու, դուք սկսեցիք ու չավարտեցիք։ Դրա համար ես ասում եմ, որ հիմա նոր պարոն Մինասյանը ասեց, որ կգա ժամանակ, այսինքն սա համընդհանուր օր չի դառնա, ես այդ տեսակետը չեմ կիսում, լավ էլ դառնալու է, պարոն Մինասյան, լավ էլ ընդհանուր օր է դառնալու եւ մեր հերոսները եւ այդ ամենակարևորը պետությունը եւ նաեւ քաղաքական ուժերը կմշակեն, կհասկանան ինչ արարողակարգերով պետք է հիշել մեր նահատակներին, ինչպես դպրոցում, այնպես համալսարանում, հիմնարկ ձեռնարկություններում, երբ որ պարոն Ռուբինյանը ասեց, իսկ եթե օգոստոսին, ես դեմ եմ եղել հենց միայն այն պատճառով, որ այս օրը պետք է նաև դաստիարակչական նշանակություն ունենա։ Եթե այս օրվա ընթացքում մենք մեր երեխեքը դպրոցում, համալսարաններում ինչ-որ արարողություններով չնշեն, ես կարծում եմ, որ ճիշտ չի լինի եւ ես խնդրում եմ, որ կողմ քվեարկեք եւ կարծում եմ մենք մի գոնե փոքր մեր պարտքը կատարած կլինենք մի բուջուր կաթիլի չափով կամ քիչ մեր տղերքի համար, ովքեր կրկնում եմ բոլոր ժամանակներում, որովհետեւ մենք ծանրաբեռնան մեր ուշադրությունը ուղղում ենք վերջին 30-35 տարվա վրա, բայց մեր երկրի պատմությունը շատ ավելի հին է, քան այս 35 տարին եւ բոլորին կարելի է հիշել մեկ օրում տարբեր միջոցառումներով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Ազարյան, այլ ելույթներ չկան, եզրափակիչ ելույթի կարիք ունեք, պարոն Քոչարյան, թե չէ, պարոն Քոչարյան, Ազարյան, դուք, պարոն Ռուբինյան, խնդրեմ։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, մի քանի փաստարկի անդրադառնամ,
Նախ պարոն Մինասյան, դուք ասում եք, որ նախագիծի ընդունումը չի դադարեցնելու այն ավանդույթը, որ մարդիկ հունվարի 28-ին, չգիտեմ, ապրիլի 24-ին, այլ օրերին, նոր տարուն այցելում են զոհվածների գերեզմաններ, իհարկե չի դադարեցնելու եւ նախագծի նպատակը դա չի ընդհանրապես։ Այսինքն նախագծի նպատակը մեկ օր սահմանել է, որ երբ պաշտոնապես, որը պաշտոնապես նվիրված կլինի հիշատակմանը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների։ Բնականաբար մյուս օրերին մարդիկ էլի այցելելու են գերեզմաններ, այդ թվում հունվարի 28-ին, այդ թվում սեպտեմբերի 27-ին, 19-ին եւ այսպես շարունակ։ Կամ իրենց հատուկ ինչ-որ օրերի, իրենց հարազատների ծննդյան օրերին, մեռելոցներին եւ այսպես շարունակ։ Ասեցիք չենք հասցնի, պետական մարմինները չեն հասցնի պատրաստվել, բնականաբար այս տարի շատ ավելի քիչ կհասցնեն պատրաստվել, քան մյուս տարիներին, բայց դա էլ է նորմալ։ Պետք է ժամանակ անցնի, երբ որ հիշատակի օրը արդեն դրա շուրջ ավանդույթներ կձևավորվեն։ Ես չեմ բացառում եւ հույսով եմ նույնիսկ խորհրդանիշներ կհայտնվեն այդ օրվա հիշատակման առաջին ընթերցման ժամանակ սրա մասին զրուցել են։ Բայց այս տարի ավանդույթները դեռ կայացած չեն լինի, բայց մենք այս տարի առաջին անգամ կնշենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը։ Հաջորդը, Իական պարոն Մինասյան, ձեր մեղադրանքները ուղղված ինձ կամ մեզ շատ հիասթափեցնող է, որովհետև գործընկերները կվկայեն այդ թվում համ պարոն Նազարյանը, համ քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները, որ ես ամեն ինչ արել եմ իրոք, որ կոնսենսուսով անցնի այս օրը, որովհետև ես ասել եմ, ժողովուրդ, ես համարում եմ, որ այս այնպեսի օր է, որ մեզ պետք է կոնսենսուսով անցնի։ Մեր գործընկերները ասում են իզուրել բան ես անում, մտածում ես, մեկը ինչ էլ անես, ընդդիմությունը դեմ է լինելու։ Խնդրում եմ, դե ես իմ վրա պետք չի ինձ առանձնացնել, հասկացանք, բայց դուք ինձ եք ասում, դու սենց արեցիր, նենց արեցիր։ Ես իրոք ամեն ինչ արել եմ, որ կոնսենսուս լինի, գործընկերներին են ասում, իզուր հույս մի ունեցի, իրանք միշտ մի բան գտնելու են, դեմ լինեն, ու դուք կարծես ապացուցում եք դա։ Հա, իրոք, ասում եք դեմ ենք քվեարկելու, ինչի եք դեմ քվեարկելու։ Ինչին եք դեմ քվեարկելու։ Նախագծին, ասում եք դեմ ենք քվեարկելու։ Սկզբանեն բանին, որը Պարոն Մինասյան, Իրական, ներողություն էլի, ներողություն։ Իրոք շատ անարդար բան եք դուք հիմա անում ու ասում եք, հա, մենք էլ ենք համաձայն, որ պետք չի քաղաքականացվել, բայց բռնում քաղաքականացնում եք, ասում եք դեմ եք քվեարկում ու հայտնի չի ինչի։ Մի հատ հոդաբաş պատասխան չեղավ, ինչի եք դեմ քվեարկում։ Ու ես կարծում եմ, ձեր սկզբի ասածը, որ ես չլսելու տվեցի, երևի դա ինչ որ մտածելակերպ է, հա, որը ստիպում է ձեզ դեմ քվեարկել։ Երբ որ ես ասում եմ, ես ուզում եմ ունենանք կոնսենսուսային օր, երբ որ ԿՊԵ-ականը կհարգի հայրենիքի պաշտպանության համար զոհված դաշնակցականի հիշատակը, իսկ դաշնակցականը կխոնարհվի հայրենիքի պաշտպանության համար զոհված ԿՊԵ-ականի հիշատակի առաջ, դուք ֆռում ինձ ասում եք ինչի տենց ԿՊԵ-ական կա։ Դե պարզ է, եթե տենց եք մտածում, պարզ է, որ դուք քաղաքականացնեք այս նախագիծը, կողմ չեք քվեարկի։ Ինչ ասեմ, դեմ քվեարկեք։ Շատ լավ, դեմ քվեարկեք, ցավում եմ։ Իրոք ցավում եմ, որ կոնսենսուս չի լինի, բայց մենք այսօրը պետքա ընդունենք, մեզ պետք է հիշատակի օր հայրենիքի պաշտպանության համար զոհվածների եւ կոչ եմ անում բոլորին կողմ քվեարկել, շնորհակալություն։